երեք երեկոյան եմ այն մեսիջը, որ Տերը տալիս էր գրել, որ փոխանցեմ ձեզ, եւ քարոզը կոչել եմ Հիսուսի նմանվենք, եւ գիտեք, այսօր շատ քարոզիչներ կան, այսօր շատերը ծառայողներ են, շատերը խոսում են, շատերը ծառայող էլ չեն, խոսում են, բոլորը կարող են խոսել, հենց այն շնորհքով, որ Աստված մեզ տվել է եւ ուղարկել է ամբողջ աշխարհը ավետարանելու, մկրտելու եւ դա մեր կոչումն է, բայց շատերը այսօր խորը բաների մասին են խոսում, անհասանելի, անհասկանալի, մարգարեական դոկտրինաներով, աստվածաբանության խորը հիմքերով, ես ինքս կարող եմ խոսել այդպես, ինքս ավարտել եմ աստվածաբանական ինստիտուտ, դեռ սովորում եմ, չեմ ավարտել, դասավանդում եմ դպրոցում, քրիստոնեության առարկա եւ մոտավոր 30 տարի քրիստոնյա եմ, ունեմ 4 զավակներ եւ ծառայության մեջ եմ, անձնական իմ ծառայության բավական երկար ժամանակ արդեն։ Ուզենամ շատ խորը բաներ կխոսեմ, բայց Աստված այսօր շատ հետաքրքիր ձևով մի խոսք է տվել, որ կիսվեմ ձեզ հետ։ Չեմ ուզում խոսել այն խորությունների մասին, որոնց մասին շատերն այսօր խոսում եմ։ Ուզում եմ միասին բացենք Մատթեոսի 25-րդ գլուխը, որը գիտեք 24, 25, 26 գլուխները վերջի ժամանակների մասին է գրված։ Եվ այո, այսօրվա խոսքը նույնպես վերաբերվում է վերջի ժամանակների մասին, հուսով եմ զգում եք, շոշափելի զգում եք, որ մենք ապրում ենք վերջի ժամանակներում։ Եվ եկեք միասին կարդանք, ինձ թվում է բոլորս գիտենք այս համարները, բայց ուզում եմ միասին կարդանք նորից, 34 համարից կարդանք, Մատթեոսի 25-ի 34-րդ համարից։ Եվ այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիներին. եկեք, ով որ իմ հոր օրհնվածներ, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը, որովհետև սովեցի եւ դուք տվեցիք ինձ ուտելիք, ծարավ էի խմելիք տվեցիք, օտար էի եւ ինձ մոտ առաք, մերկ էի հագցրեցիք ինձ, հիվանդ էի եւ ինձ այցելեցիք, բանտի մեջ է եւ ինձ մոտ եկաք, այն ժամանակ արդարները կպատասխանեն նրան եւ կասեն. Տեր, երբ տեսանք քեզ սոված եւ կերակրեցինք կամ ծարավ եւ խմցրեցինք, երբ տեսանք քեզ օտար եւ մեզ մոտ առանք կամ մերկ եւ հագցրեցինք, երբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ եւ եկանք քեզ մոտ, թագավորն էլ պատասխանեց եւ կասի նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ, որտեվ այս փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք։ Եվ չեմ ուզում շատ երկար կարդամ, նաեւ հակառակ կողմին նույնպես ասում այս ժամանակ իր ձախ կողմիներին ասում, որ այս վիճակներում է եւ դուք չայցելեցիք, չկերակրեցիք, չխմցրեցիք, չհագցրեցիք։ Եվ նրանք ասին Տեր, քեզ երբ տեսանք սոված կամ ծարավ կամ բանտում եւ քեզ ծառայություն չարեցինք, այն ժամանակ կպատասխանի նրանց եւ կասի. ճշմարիտ ասում եմ ձեզ, որտեւ այս փոքրերից մեկին չարեցիք, ինձ չարեցիք։ Եվ սրանք կգնան հավիտյան տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։ Իրականում շատ պարզ համարներ է եւ շատ քչերն են անդրադառնում այս խոսքին։ Ասեմ, որ երեկոյան աղոթք էի անում եւ այս համարը կարծես մարմին հագավ եւ Աստված սկսեց խոսել ինձ հետ։ Եվ այսօր շատերն են հոգեվոր, նաեւ այստեղ մեր մեջ եկեղեցիներում շատ տեղերում շատերը հոգեվոր են։ Բայց շատ քչերն են այսօր բարի, շատ քչերն են այսօր հոգատար, շատ քչերն են այսօր կարեկից։ Եվ այն բառը, որ Աստված հոգուս մեջ խոսեց, դա հոգատարություն բառն էր։ Այս ամեն բանի արմատը, հոգատարությունը եւ հոգատարության արմատը Տերն ասեց սիրո պարգևն է, սերն է, որ պետքա լինի հոգևորի կյանքում ամենաբարձր, ամենամեծ տեղում։
եւ հոգատարությունը դա բառարանում փնտրեցի այդ բառի խորքային բացատրությունը հոգատարություն այսինքն խնամք տանել, խնամք ունենալ դիմացինի հանդեպ, կարիքին ուշադիր լինել, խնամատարություն անել, հա, հոգալ, խնամել, մտածել եւ այս ամեն ինչի ետևում նաեւ ուշադրություն բառն է թաքնված, նաեւ ուշադրության նաեւ բացատրությունը այսպիսին է ճարը տեսնել, լսել ուշադիր, հոգս քաշել դիմացինի հետ, տխրել տխրողի հետ։ Ասեմ, որ սրանք արագ կարդում եմ, բայց ովքեր ինձ ճանաչում են գիտեն, որ ես բառերի վրա շատ ուշադրություն եմ դարձնում։ Ես ինքս շատ դժվար իրավիճակով եմ հիմա անցնում եւ երբեմն ինձ հարց եմ տալիս, արդյոք հոգեվորները այս համարները ուշադրությամբ են կարդում։ Երբ որ ինչ որ մեկը բանտում է, կարա լինի հա իրական բանտ, բայց կարա նաև հոգևոր բանտ լինի, դիվահարված լինի մարդ, դա մի տառապանքի ընթացք է, որ ինքը մենակություն, խուց եւ այդտեղ չկա ոչ մի տեսակի կոմֆորտ եւ բացակայում է այցելություն է այնտեղ, հա, արդյոք այսօրվա հոգևորները պատրաստ են լինելու ընկեր, այսօր բոլորը ուսուցիչ են ուզում լինել, այսօր բոլորը ուզում են սովորեցնել, դատել, հա, չգիտեմ, ինչ են սիրում հոգևորները այսօր էլ ավելի անել, շատ բաներ, բայց այն ինչ որ Տերն ինձ ցույց տվեց, Տերն ասեց, որ այն պարզությունը, որ կա այս խոսքի մեջ, բացակայում է, որովհետև սա հենց ամենագլխավոր բանն է, որ Հիսուսը փրկության սանդղակին դրեց, որ սրանով է փրկությունը լինելու։ Իհարկե վարդապետական փրկությունը դա Հիսուսի արյան շնորհիվ է, որ ոչ ոք չհպարտանա իր գործերով, բայց այս առակի մեջ Հիսուսն ասում է, որ որտեվ այս փոքրերից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ պիտի մտնեք եւ թագավորեք իմ թագավորության մեջ եւ հակառակ կողմին լինողներին ասում է կգնաք հավիտյան տանջանքի մեջ։ Եվ ինչ ասա ուշադրություն եւ հոգատարություն քո հոգեվոր քույր եղբայրներին, բայց ոչ միայն, նաեւ, հա, մենք հոգիներ ենք շահում մեր բնավորության գծերով, շատերը սիրում են, հա, գնահատված լինել, շատերը սիրում են բարձրանալ, ուշադրության կենտրոնում լինել, բայց երբ որ հարցը հասնում է նրան, որ իրենք լինեն ուշադիր, իրենք լինեն հոգատար ինչ-որ մեկին, զգում ենք, որ դա բացակայում է։ Եվ այսօր Աստված ուզում է, որ դու մի պահ կանգ առնես եւ հենց հիմա միգուցե մի պահ մտածես, արդյոք ես մենակ մի փոքր մի բան լսել կարողանում եմ։ Այսօր հոգևորները լսելու հետ խնդիր ունեն։ Արդյոք մենք կարողանում ենք լսել դիմացինի ցավը։ Ես շատ հաճախ նկատել եմ մարդիկ ընդհատում են եւ այդ ընդհատելը հենց սիրո պակասից է։ Մարդիկ չունեն այդ սիրո ամբողջական մեծությունը, լիությունը իրենց մեջ եւ դա բացակայում է։ Եվ հետևաբար կիսատ հոգևոր ես դու եւ չես կարողանում տալ այն ամենը, ինչը որ Տերը ցանկանում է տա հղկված հոգուց, խրատված հոգուց, կամ խնամք տանելը, արդյոք մենք այցելում ենք հիվանդներին կամ նեղության մեջ եղողին, կան չէ քույրեր, որոնց ամուսինները ծեծում են իրենց, կամ երեխաները անվայել են վարվում իրենց հետ, այդ մարդիկ օգնության կարիք ունեն, արդյոք մենք այսօր լսում ենք նրանց,
Միայն լսելը հոգեբանության մեջ բերում է հաղթանակ, միայն լսելը եւ լսելուց հետո չդատապարտելը, այլ որպես քույր, եղբայր նրա կողքին լինելը բավական առաջատանում տվյալ անձի իրավիճակը։ Հոգ տանելը, լսելուց հետո գալիս ավելի բարձր, հոգատարություն, ինչով կարող եմ ես օգնել, շատ սենց մի հատ էլ սենց ծուր մուրտիկ բան կա հոգևորներից մեջ, մենք սիրում ենք ասենք, ես կաղոթեմ քո համար, բայց արդյոք դու աղոթում ես, բայց արդյոք դու խորը սրտից աղոթում ես ոնց որ քո համար, քո երեխաների համար կաղոթեիր դիմացինի եւ նրա երեխաների համար։ Սա այնքան խոր, նաեւ այնքան գողտլիկ, որ Տերն ա տեսնում, ծածուկ, սա միայն Տերն ա տեսնում եւ իրեններին ճանաչում ա Տերը։ Եվ շուտով կհասունացնեմ խոսքը եւ կհասկանաք, որ ինչքան խորն ա այս խոսքը։ Հոգատարության արմատներից մեկը, որ իմ համար նույնպես շոկային էր, դա հոգևորն է։ Գիտեք, եթե հոգևոր, ուրեմն հոգատար, եթե հոգատար, ուրեմն ուշադիր եւ սիրով լցված։ Այսօր ամեն բան շոուի է վերածվել, հոգևորությունը, լայքերի համար, քանակ հավաքելու համար, տասանորդ հավաքելու համար, փառքեր փնտրելու համար, լսեք, պետքա դադարենք, մենք գործ ունենք կենդանի Աստծո հետ եւ կանգնելու ենք մաշող կրակի առաջ, երբ որ նա հայտնվեց եւ ընդհանրապես Տիրոջ աչքերը կրակ են եւ նա այրելու է ամեն բան, ինչը որ պիտանի չի լինելու, ամեն գործ կրակով փորձվելու է եւ հոգևոր լինելը նշանակում է իր մեջ ներառում ամբողջ այս բառա խումբը, որը որ թվարկեցի։ Ուշադիր հոգևորները առանց դիպլոմի հոգեբաններ եմ ես անվանում։ Ուշադիր հոգևորները, հոգատար հոգևորները, նրանք նույնպես հոգատարության արմատը նաև հոգեբանն է։ Ով կարող է մարդու հոգին հասկանալ այնպես խորքային, ինչպես սիրով, հոգատարությամբ, ուշադրությամբ լցված հոգևորը։ Ես ինքս, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, աշխատում եմ մի հատ հոգեբանի հետ, որին ես եմ օգնում, ոչ թե ինքն է ինձ օգնում, ես եմ իրան օգնում։ Եվ այսպիսի մի բան կա, չէ, ասում են ամեն հոգեբան հոգեբանի կարիք ունի։ Երբ որ մենք լցված ենք աստվածային բնույթով, աստվածային սիրով, աստվածային ուշադրությունով, դուք պատկերացնում եք մեր հայրն ինչ ուշադիր է, եւ նա սպասում է մեզանից այդ ուշադրությունը, որտեւ ինքը ուշադիր է ձեզ կանչող Սուրբի պես սուրբ եղեք։ Եվ ի՞նչ է նշանակում դա։ Դա չի նշանակում մենք սենց կարող ենք սուրբ լինել միանգամից, ոչ դա նշանակում է ձգտել, նմանվել Հորը Հիսուսի բնույթներին, եւ այստեղից պիտի սկսենք, որոնք պրակտիկ են շատ։ Երբ որ դու տեսնում ես ինչ-որ մեկին, արդյոք դու կարողանում ես նրան հասկանալ, օգնել, ժամանակ տրամադրել, լսել, հասկանալ եւ նրա կողքին լինել, ինչպես Քրիստոս կլիներ։ Եվ Հռոմեացիների 12:15-ում այսպես է ասում. ուրախացողների հետ ուրախացեք եւ լացողների հետ լացեք։ Գիտես, շատերն ասում են, որ պետք չի լացել։ Իսկ ես ասում եմ, այո, պետք է լացել։ Ընդհանրապես տղամարդկանց էլ է պետք լացել։ Ես հիշում եմ, ինչպես ասեցի, որ ես Բելգիայում եմ ապրում բավական երկար ժամանակ, փոքր տարիքից եմ եկել այստեղ։
Եվ իմ երեխաներին շատ եվրոպական եմ մեծացրել, նաև հայկական բաներով, բայց շատ բաներ ես երբ որ ետ եմ գնում Հայաստան, տեսնում եմ, որ իմ երեխաները լրիվ ուրիշ ձև են դաստիարակված։ Եվ հիշում եմ մի անգամ իմ փոքր տղան, չգիտեմ, ինչ թեթև մի բան եղավ տատիկի տանը ու լացեց ինքը։ Իմ կիսուրը ասեց, տղաները չեն լացում, քեզ զիք պահի։ Գիտես, ներսս մի բան սենց շարժվեց, դա իմ բնույթին հակառակ մի հատ խոսք էր, որը որ իմ համար ծուռ է դա ադաթ է, դա հայկական է, որը որ Աստվածաշնչի մեջ չի տեղավորվում։ Աստված լացեց, Քրիստոս լացեց։ Ուրեմն հայ տղամարդը Քրիստոսից ուժեղ է, հորից ուժեղ է։ Եվ պտտվեցի ու կիսուրի շատ սիրով ասեցի, ես իրան թույլ եմ տալիս, որ լացի, իմ երեխաները կարելի է լացեն և իրանց զգացմունքները արտահայտեն։ Եվ Աստվածաշունչը այստեղ չի ասում կանայք լացողի հետ լացեք, ոչ, արարչագործություն, Աստված ստեղծեց իր պատկերով, և եթե Քրիստոս լացեց Երուսաղեմի համար, եթե նա լացեց Ղազարոսի մահվան ժամանակ, լացեց ժողովրդի համար, հա, 3 տեղ նշված Աստվածաշնչում Հիսուսի տեսանելի լացի մասին, հա, էլ չեմ ասում, որ գիշերային ժամերին նա աղոթում էր, առանձնանում էր, ամբողջ գիշերը գրված է, ինչքան արցունքներ։ Եվ շատ առողջ հարար է, երբ որ մենք լացում ենք, մեր էմոցիաները դուրս է գալիս եւ լացը, ես դրա մասին քարոզ ունեմ արցունքների մասին, ասեմ, որ մենք ունենք մեր YouTube-յան ալիքը, որտեղ տեղադրվում են մեր քարոզները, կարող եք հետևել։ Արցունքները իր մեջ ունի բժշկարար ներգործություն, երբ որ դուրս է գալիս մեզանից, եւ ինչի համար է մեր հայ տղամարդկանց մոտ ինֆարկտները շատ, ինսուլտները, հենց այդ պատճառով, որ նրանց սովորացրել են չարտահայտվել ցավի մասին, չլացել, էմոցիոնալ չլինել, եւ լինողներին էլ, որոնք որ բնույթով այդպիսին են, ղզիկ են անվանում, սենց սրտից թույլ, անգամ ավելի վատ բառեր, բայց դա շատ սխալ է, մեր Տեր Հիսուսը սրտից թույլ չէր, նա ամբողջական էր, Աստված արցունքներ չէր ստեղծի, դրա համար շատ կարևոր է եւ ինչու համար եմ այս համարի վրա կենտրոնանում, որ երբ որ մենք տեսնում ենք ինչ որ մեկը որ լացում է, ժամանակ տրամադրի եւ նրա հետ լացի եւ երկուսի լաց ավելի է հեշտացնում եւ լացի հետ երբ որ աղոթում ես դες Աստվածաշունչը եւ ընդհանրապես մոր աղոթքի մասին երբ որ խոսում են ասում են շատ զորավոր է մոր աղոթքը ինչի համար է զորավոր արդյոք բառերն են կարեւոր ոչ բառերից ավելի զորավոր սա գաղտնիք եմ ուզում ասեմ էմոցիաներն աղոթքի դաշտում, երբ որ մենք մեր բառերին միացնում ենք մեր մայրական էմոցիաները, այդ ճիգյար, այդ սիրտը, այդ ամբողջ քո զգայականը, աղոթքը դառնում է ատոմ բոմբի պես եւ պայթացնում է ամեն դիվային հարցակում կլինի, հիվանդություն կլինի, հափշտակություն կլինի, երբ որ մայրն աղոթում է ամեն բան փոխվում է եւ նույնպես հայրը նույնպես դու որ օտար կլինես ինչ որ մեկին եւ այդ պահին նրա հետ էմոցիոնալ կմեկանաս ոչ թե ղզիկություն անելու այլ ուրախացողի հետ ուրախանալ ուրախությունն էլ է էմոցիա եւ եթե կարեւոր չլիներ Աստված մեզ էմոցիաներ չեր տա շատ կարեւոր է այսօր մարդկությունը անուշադրությունից մեռնում են անուշադրությունից այսօր մարդկանց ներսը մահանում է եւ ես հիշում եմ երբ որ ամուսնացա կիսուրս մի բան ասեց չհասկացա այն ժամանակ մտածում էի ինչ ասում ես կինը այն որ sense օրտնում են իրանց ավակներին լուրջ բաներ են ասում ինքը մի բան ասեց իրար ուշադիր եղեք ուշադրությունը շատ կարեւոր է այդ բանը մտածեցի սրանից ուշադիր
սիրահարված, այս սկզբնական շրջանում, երբ որ ամուսնանում ես, մանավանդ տղաները անում են ամեն բան, որ հասնեն չէ աղջիկներին, ամբողջ ուշադրությունը ամուսնանում են, մեղրամիս կարող է ուշադիր լինեն մի տարի, հաջողություն, հետո եւ սկսում է կամած ուշադրությունը պակասել։ Եվ սա շատ կարևոր է։ Երբ որ դու ուշադիր ես, երբ որ դու քո բառարանում, ներսի բառարանում պահոց ունես խոսքերի, օրինակ մեր հայ տղամարդիկ շատ ոնց են ասում հայերեն այդ բառը, շատ պահում են, հա, շատ աղքատի կա նրանց բառապաշարը իրենց ընտանի անդամներին, հա, կոմպլիմենտներ տալը, շատ դա էլ է հայկական մի սխալ բան, որ մենք մտածում ենք միգուցե երես առնեն, այ որ ասեմ, ինչ համով ճաշեր, ավելի լավ է չասեմ, կամ ինչ սիրուն ես, կամ քեզ սիրում եմ, սրանք բառեր են, որ չի օգտագործվում, համարյա թե, եթե անկեղծանանք, հա, ինձ թվում է բոլորդ էլ հայ եք էստեղ հասկանում եք ինձ, եթե Եվրոպայում լինեք, մինչև 90 տարեկան, այսինքն ձեռքի բռնած, իրար շրթունքներ համբյուրելով փողոցում քայլում են տատի ու պապիները, իրար ասելով ամենաքաղցր խոսքերը, եթե մենք մեր ընտանի անդամներին չասենք, բա ում պիտի ասենք, ով է քեզ ավելի հարազատ, ով է քեզ ավելի կողակից, կողքդ, որ մի բան լինի կհասնի քեզ, չեմ ասում հեռուներին չասենք, պիտի ասենք և ստացվում է, հեշտ է ստացվում նրանց ասելը, բայց ամենակարևոր բանը, որ ուզում եմ այստեղ նաև սովորես, որ ասա քո երեխաներին, ամուսնուդ, կանանց, որ սիրում եք իրենց, ես օրը երևի 100 անգամ իմ երեխեքին համբուրում ու ասում եմ, դու իմ համար ամենակարևորն ես, դու սքանչելի ես, դու սիրված ես, դու Աստծո գանձն ես, ես քեզ անչափ սիրում եմ, ովքեր գիտեն, ես ունեմ զույգ երեխաներ 8 տարեկան և մեծ տղաներ ունեմ 26 տարեկան, ես իմ Կարենին տղայիս, մեծ տղայիս նույնպես համբուրում եմ, ասում եմ, դու կարող ես, դու հզոր ես, դու և այդ խոսքերի ետևը զորություն կա պահված, և բացի զորությունը դու էմոցիա ես դնում, տես այն ամեն ինչը որ ձևական է, դա կլինի աղոթք, կլինի երկրպագություն, փառաբանություն, քարոզ անգամ, դա զգացվում է, մարդիկ են զգում, բայց առավել զգացվում է դիվային աշխարհի կողմից, նրանք չեն վախենում նման աղոթքներից, որոնք ձևական են, մարդահաճո, մարդկանց ցույց տալու համար, դրա համար ես ուզում եմ սովորենք այսօր այդ էմոցիան խառնենք բառերի հետ և լինենք դրական բառեր փոխանցողներ, սերմեր ցանողներ, մեր Տեր Հիսուսը Հայր Աստվածը և Սուրբ Երրորդությունը հենց դրա գիտակն էին, նրանք խոսքով արարեցին ամբողջ աշխարհը և այսօր դու նույնպես արարում ես քո աշխարհը խոսքերով, որտև մեր պատկերով և նմանությամբ, որը շատ կարևոր է այդ բառը նաև նմանությամբ, եկեք ստեղծենք մարդուն, որի մեջ կար Ադամի մեջ նաև Եվան, և կինը, և տղամարդը Աստծո նմանությամբ էր, և հետո առանձնացվեց Եվան, երբ որ մարդ ստեղծեց Աստված, ստեղծեց նրանց մեկ, որի մեջ էր Եվան Ադամի մեջ, նմանությամբ, այսինքն մենք նույնպես արարում ենք և կարող ենք նաև սխալ բաներ արարել, գիտեք թուղթուգիր անողները ինչպես են թուղթուգիր անում, բառերով և էմոցիաներով, իրանց սխալ հավատքով, կպնելով դիվային աշխարհին, ինչպես մենք կպնում ենք Հայր Աստծուն, նրանք կպնում են դիվային աշխարհին և անեծքներ են խոսում, թուղթուգրեր են անում, և այլն, այսօր դրա մասին չեմ ուզում խոսել, բայց սա շատ կարևոր թեմա է, և ես ուզում եմ, որ դու այսօր ոչ թե հերթական քարոզը լսես,
Ես ուզում եմ քո կյանքում փոփոխություն գա, որ դու ունենաս զենք քո ձեռքում արարելու եւ փոխելու քո շուրջը եւ քո շուրջը կփոխվի, հավատա, կփոխվի։ Եկեք միասին բացենք Կորինթացիների 13-րդ գլուխը։ Առաջի Կորինթացիների 12-ից մի համար կարդամ, հետո 13-ին կանդրադառնամ։ Սա այս վերջերս առանձին ինձ Տերն ասեց այս խոսքը եւ երբ որ պատրաստվում էի կրկին ուզեցավ Տերը որ այս խոսքը այստեղ նույնպես ասեմ 26-րդ համարը առաջի Կորինթացիների 12-ի 26-ը եւ եթե մեկ անդամ ցավում է բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են Եվ եթե մեկ անդամ փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։ Սա նույնպես կոլեկտիվ հաղթանակների մասին է, հաղթանակ եմ ասում, անգամ լացելու մեջ հաղթանակ կա, տխրելու մեջ։ Այն քույրերը, եղբայրները, որոնք տառապանքի միջով են անցնում, Եվ չունեն իրենց կողքին համապատասխան, իրենց հետ սրտակից տառապող աղոթողներ, նրանց համար շատ դժվար է։ Եվ հակառակը մի ձև, որ ասում են յոլա կտանենք, հա, որ ուրախացող չլինի մեր ուրախությունների հետ, թերև շատ ավելի հաճելի է, երբ որ օրինակ մի գեղեցիկ տուն ես գնում, եւ զգում ես, որ մեկը լիաթոք հետդ ուրախացավ, կամ քարոզներ ես անում, հրավերներ ես անում, հոգևոր բաների մասին էլ մտածենք, եւ ինչ որ մեկ ասում է, վաու, ինչքան ուրախ եմ քո հետ, կաղոթեմ քո համար, հետդ եմ գնա, այսպես, հա, զգում ես այդ, ու էլի եմ ասում, կամ բառեր, որոնք կեղծ են, կեղծիք են, արցունքներ նաեւ կոկորտիլոսի արցունքներ, սրանց մասին չի խոսքը, այլ էմոցիոնալ դաշտից, որը նկատելի է, այլի եմ ասում, հոգևոր դաշտում, եւ մենք էլ ենք հոգևոր էակներ, հա, մարդը զգում է, մանավանդ կանայք շատ ինտուիտիվ են, հա, իրանք զգում են այդ ամեն ինչը, եւ դուք Քրիստոսի մարմինն եք, Եվ բոլորդ մեկ նրա անդամները շարունակում է, և նկատած կլինեք, հա, որ հայ ընտանիքներում կանայք, երբ որ լացում են, տխուր են, կարծես տղամարդիկ իրանց պահելու ձև չգիտեն այդտեղ, և շատ սխալ է դա, շատ թերություն է եւ շատ դժվար է հաղթահարել նման իրավիճակներում կնոջ համար եւ առավել տղամարդու համար է դժվար, որ ինքը իր էմոցիաները չի կարողանում ցույց տալ եւ այստեղ պետքա Տերը փոփոխություն անի եւ ես այս մասին Էլի եմ ասել, ովքեր ինձ գիտեն, լսած կլինեն, մեկ անգամ Եվրոպայում մի կին հայ կին էր ինքը, իր տղան նարկոտիկներով բռնված էր, ահավոր վիճակում, համոզել էր, բերել էր մեր տուն, որ ես իր վրա աղոթ կանեմ, որ ազատ ագրվի, այդպես, որ զգում ես, այդ երեխուն բերել են, ինքը չի եկել, և մոտիկացա և ուզում էի աղոթեի, բայց այդ պատնեշը զգում էի, սենց, որ չի ուզում ինքը, և երբ որ մոտիկացա, նա կամած ձայնով, որ իրա մաման չլսի, ինձ ասեց, Վարդուի քուրիկ, այս դևին իմ մեջից չհանես, ես իրան շատ եմ սիրում, գիտես, ես այդ դևին չեմ էլ կարա հանեմ, դերը պրինցը ասում Աստված մեզ ազատում է թշնամիներից, ոչ թե բարեկամներից, եթե մենք բարեկամացել ենք այդ դիվային արարածների հետ, նրանց տված այդ պանիրների հետ, որ թակարդի վրա դրված են, ոչ ոք չի կարող ազատել նմաններին, և բայց սիրտը շատ էր ցավում, որովհետև նույնպես մարմնի անդամ են,
փորձում ես, հա, օգնես, ազատագրվեն, լինեն Աստծո մեջ, ուզում եմ ասեմ, պետք է մարդ ինքը ցանկանա փոխվել, եթե ոչինչ չենք կարող մենք անել, դա նույնպես տանը, հա, տղամարդիկ, կանայք, որոնք որ խնդիրներ ունեն տարատեսակ հոգեբանական, եթե չեն ուզում փոխվել, մենք չենք կարող իրենց փոխել, երբեք մարդը մարդուն չի կարող փոխել, որպես գաղտնիք, միայն կարող ենք ծոմ պահել եւ աղոթել և Տիրոջ առաջ բերել և տեսնել մեր աչքի կերանները շատ հաճախ ապաշխարել և ամենակարևոր իմ համար աստվածաշնչյան համարներից մեկը դա Կորինթացիների 13-ն է, որ 12-ը, ինչպես գիտեք, պարգևների մասին է խոսում, ես շատ սիրում եմ պարգևներ, խարիզմա, հա, Տիրոջ համար գործել, շատ կարևոր է, առանց օծության, անհնարին է սքանչելի գործեր անել, գերբնական բաներ անել, անհնարին է, ինչ էլ անես, անհամ է լինելու, շատ կարևոր է օծությունը, պարգևները, բայց նախանձավոր եղեք լավագույն պարգևին, ես ձեզ դա ցույց կտամ, Տերն ասում է, և դա սերն է, սերը, որի մեջ կա ուշադրություն, հոգատարություն, դիմացինի հանդեպ, և մարդկանց և հրեշտակների լեզուներ խոսես, և սեր չունենաս, եղար մի պղինձ կամ հնչող ծնցղա, դու կարող ես օտար լեզուներով բոմբի տանես, այնպես աղոթես, որ ասեն, վաու, էս ինչ լավ ես դու աղոթում, բայց Աստված ասում է, ականջները ցավում է քո ձենից, ծնցղա, տեսել եք այդ տարօրինակ այդ ձայները, որ դուրս են գալիս, դրա հետ է համեմատում, որ անտաղան սենց խփում են, օրինակ երեխաները, որ կաստրյուլաների վրա սենց խփում են, այդ տենց ձայն է քո աղոթքը հոր ականջներին, և եթե մարգարեություն ունենաս, սա իմ համար շատ կարևոր է, մենք այսօր ուզում ենք բոլորս մարգարեուհիներ ու մարգարեներ լինել, ունենաս բոլոր խորհուրդներ, գիտություն, հավատք, մարգարեությունն ու հավատքը պարգևը միասին է գործում, մինչև սարերը տեղափոխելու, բայց սեր չունենաս, ոչինչ ես, հասկանում եք, այսօր աշխարհում կան շատ մարգարեներ, որոնք շատ զորավոր ու շատ հստակ ասում են, Տերն ասում է ու իրական է դա, բայց դու կարաս այդ ամենը անես առանց սիրո, ոչինչ եք, ոչինչ Տերն ասում է, հասկանում եք, ձգտումները պիտի չլինի պարգևները, ձգտումը պիտի լինի սերը, մարդու ներսի բնույթը պետք է հղկված լինի, Ես չգիտեմ ում եմ խոսում, քույրեր, եղբայրներ, ես պարզապես փոխանցում եմ այն, ինչ որ երեկ ես երևի 2 ժամ Տիրոջ ներկայության մեջ այս խոսքը լսել եմ։ Ես հավատում եմ, որ այս խոսքը շատ կարևոր է այսօր ոմանց համար եւ միգուցե բոլորիս։ Եվ անգամ նայեք այստեղ ինչ ասում, ամբողջ քո ապրանքները, դա նշանակում է տունդ, ավտոմեքենադ, անգամ հագուստներդ, ուտեցնես, կերակրես աղքատներին, մարմինդ էլ այրելու տաս, գնաս ու չգիտեմ, ինչի համար զոհվես։ Մեծ է, չէ, զոհը, շատ մեծ է, ես չգիտեմ սենց խորը կարդացել եք այս համարները, ես երբ որ կարդում եմ, հասկանում եմ, որ Տերը լուրջ համեմատություններ է այստեղ անում, նա ստից բաների հետ չի համեմատում սերը լուրջ բանի հետ է համեմատում, տասանոր տվողներ, որոնք տալիս են ավելիով, զոհաբերություններով, բայց տրտունջով են տալիս, բայց սեր չկան դրա մեջ, սեր չունեն, ոչինչի օգուտ չես ունենալու Տերն ասում է, սերը երկայնամիտ է, Սերը քաղցր է, քեզանից պիտի քաղցրություն ելնի, քո շուրթերից, քո խոսքերից, քո էմոցիաներից, անգամ
քո բարկությունից քաղցրություն պիտի ելնի, որտեվ Աստված ինքը ասում է, ում որ սիրում եմ, նրան խրատում եմ, այսինքն բարկության մեջ նույնպես կարող է լինել սեր։ Սերը չի նախանձում։ Սա դարի խնդիրն է, մանավանդ հոգևորների մեջ, այսօր այնքան նախանձ հոգևորներ կան, կանգ առնենք, քննենք մեր սրտերը, քանի Տերը չի քննել ու դատապարտել մեզ պետք չի ոչ մեկի հետ համեմատվել, ոչ մեկից առավել լինել, մենք պետք է մենակ Քրիստոսին ձգվենք, նրան նմանվենք։ Սերը չի գոռոզանում, սա մահացու մեղքեր են, գոռոզությունը, հպարտությունը, դա մահացու մեղքեր են, որը որ դիվային աշխարհից է, սատանայի առաջին մեղքն է եւ չդադարեցն է։ Եվ սա միշտ շատ վտանգավոր մի բան, որը որ կանանց մոտ շատ կա, սերը չի լրփանում, իմ թարգմանության մեջ գրված է։ Երբ որ մենք կանայք հասցնում են մեզ այստեղ, մենք կարող ենք լրփանալ։ Եվ շատ հաճախ իմ հետ էլ ա եղել, խոստովանում եմ։ Հենց այդ պահերին Սուրբ Հոգին էս բառը հենց հիշացնում, ասում է՝ դադարիր, հանգստացիր, համբերիր, լրբության մեջ սիրո պակաս կա։ Դու այդ ամեն ինչը կարող ես հանգիստ անել, բայց նորից ինչ-որ զգացմունքներով բարկության, որի ետևում սեր կա։ Շատ հաճախ հենց այդ թիրախում մեր երեխաներն են, որ նրանց վրա բարկանում ենք եւ զգալով, որ ինչ-որ տեղ չի հասնում, ձայնի տոնն ենք բարձրացնում, դա այդքան էլ պետք չի, որովհետեւ դա Աստվածահաճո չի եւ սիրո պակաս է։ Անիրավության վրա չենք ուրախանում, ինչ-որ մեկին, որ քեզ վատություն արել, ինչ-որ բան պատահեց, չես ասում, այ, տեսար, լավ եղավ, տեղն էր իրան, թող է թափաշխարի, անգամ այսօր այս խոսքերը հոգևորներին ա գրել Տերը, բայց ուրախանում են ճշմարտության վրա, մենք պետք է ճշմարտությունով ուրախանանք Տիրոջ խոսքերով։ Ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է, սերը երբեք չի վերջանում, սա շատ կարևոր է, վերջ, ես այլևս քեզ չեմ սիրում, ես քո երեսը չեմ ուզում տեսնեմ, սա դիվային է, սա աստվածային չի, հսկենք մեր էմոցիաները, մեր միտքը նորոգենք, Հռոմեացիների 12:2 պետք է մենք ունենանք նորոգված միտք, որ կարողանանք հաղթենք այն ամեն ինչը, որ Տիրոջից է մեր կյանք գալիս, կարողանանք վերցնենք եւ օգտագործենք։ Եվ վերջի մասը, որ ուզում եմ կարդամ, իհարկե շատ արագ եմ ես այս թեմաները խոսում, որոնց մասին շատ երկար կարելի է խոսել, բայց ուզում եմ մի փոքր լայն տամ այն ամեն ինչ, որ Աստված ինձ տվել է, փոխանցեմ եւ տնային աշխատանք լինի ձեզ, դուք ինքներդ այդ խորությունները փնտրեք եւ գտնեք այս տողերի մեջ։ Եսայի 58-ը, ինչպես գիտեք, ծոմապահության մասին է։ Շատ լուրջ մի բան, այստեղ նույնպես հենց առաջի համարում, Եսայի 58-ի առաջին համարում, Աստված Եսայի մարգարեին ասում է, կոկորտալից, այսինքն բարձր ձայնով, ամբողջ կոկորտով գոչիր։ Ուսենց մտածում ես, լավ, Տերն ինչ ունի ասելու, ինչ պիտի մարգարեն գոռալով ասի։ Մի խնայիր փողի պես բարձրացրու ձայնդ եւ իմացրու իմ ժողովրդին իրենց հանցանքը եւ Հակոբի տան մեղքը։ Նայեք, սա մեղք է համարում Տերը եւ լուրջ հանցանք։ Նրանք ինձ խնդրում են օրեօր եւ ուզում են գիտենալ իմ ճանապարհները, իբրև մի ազգ, որ արդարություն է գործում, սրանք Աստված կարծես իրավիճակն է ներկայացնում, ինչի համար պիտի Եսայան մարգարեանա բարձր ձայնով։
Նրանք ուզում են իրենց կամքը կատարեն, աղոթում են եւ ծոմ են պահում։ 6-րդ համարում կարծեմ, 6-ից 12-ն եմ ուզում կարդամ։ Տերն ասում է, ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ։ Այսօր չգիտեմ, դուք սիրում եք ծոմ պահել, թե չէ, բայց ընդհանրապես ովքեր ծոմ են պահում, շատ տխուր են, շատ հոգնած, քնում են, տխուր են։ Աստված ասում է, ես հավանում եմ այսենց ծոմերին։ Ինչ պիտի անես ծոմի ժամանակ։ Լուծիր անիրավության կապանքները, այսինքն մեղքեր, որոնք որ անիրավության, այսինքն մեղսալից այդ կապանքները, բնույթները ապաշխարի ծոմի ժամանակ, գթիր քո ներսում այն ամենը, որ պակասում է եւ քանդիր այդ լուծի կոշկորները, հետաքրքիր բառ է այստեղ Աստված նույնպես օգտագործում, քարացած այդ հողերը, որ քարանում ու կոշկորանում է, հա, հացդ կտրիր տուր սովածին։ Մենք որ ծոմ ենք պահում, արդյոք մենք մտածում ենք սովածների մասին, արդյոք մտածում ենք բարություն անելու մասին։ Այդ բանին մեր ուշք ու միտքը մեր ծոմի մեջ ինչ ենք խնդրում, Տիրոջից առնենք։ Բայց դա շատ սխալ է, Աստվածաշնչով շատ սխալ է։ Ես երեկ իմ Դեբորայից հետ խոսում էի, այդպես բժշկական տերմին կա, հա, որ մարդիկ ովքեր որ մտնում են ծոմի մեջ, նաև բուժվում են շատ հիվանդություններից։ Ես ասի, գիտես, մաման 21 օրով ամեն տարի ծոմի մեջ եմ մտել եւ խոսում էինք այդ մասին։ Մամա ասում է, ինչի համար էիր աղոթում։ Ասում եմ, ոչ մի բանի, Դեբորա, ոչ մի բանի։ Պարտադիր չի բան խնդրեք, իրոք ես չեմ խնդրում Տիրոջից շատ բան, ես իրա երեսն եմ փնտրում, որսի նրանից լսեմ, եւ երբ որ նա կասի ինչ որ բան, դրա վրա պիտի աշխատես ծոմի ժամանակ, ապաշխարություն, օծություն վերցնել, հաղթանակել, հաղթահարել, կարա լինի, որ ծոմ պահես, ինչ որ իրավիճակների համար չեմ ասում, չի կարելի ընդհանրապես խնդրվածքներ անել, բայց Աստված էստեղ ասում է, որ բաշխիր կերակուրը ծովածների հետ, թափառական խեղճերին տար տունդ։ Սա շատ նման է հենց այն Մատթեոսի 25-ին, որ ասում է սոված էի չկերակրեցիք։ Ուր էիր դու Հիսուս։ Մենք կուզենայինք, չէ, Հիսուսին փողոցում տեսնեինք, կկերակրեինք, բայց Հիսուսն այսօր աղքատի կերպարանքով է։ Տնանկի։ Երբ որ մի մերկ տեսնես, նրան հագցրու, շատ նման է 25-րդ գլխին, եւ քեզ պես մարմին ունեցողին, քեզ մի ծածկիր։ Երբ որ ինչ որ մեկին տեսնում ես, որ իրոք կարիք ունի, եւ շատ հաճախ հենց Աստված էլ բերում է այդ մարդկանց մեր շուրջը, մեր ընթացքի մեջ, մեր ճանապարհներին, այդ ժամանակ, ահա սա է ծոմը, այդ ժամանակ Աստված ասում է, քո բժշկությունը շուտով պիտի բուսնի, քո արդարությունը պիտի գա քո առաջին, ոչ թե օտարլեզուներով աղոթելով է գալիս, կամ սոված մնալով, ոչ բարի գործերով ծոմապահության ժամանակ, Տիրոջ փառքը պիտի գա քո ետևից, այն ժամանակ դու կկանչես եւ Տերը պատասխան կտա քեզ, եւ դու կաղաղակես եւ նա կասի, ահա ես։ Ով չի ուզում աղոթ կանես ու լսես Տերն ասի, ահա ես, դուստրս, ինչ ես ուզում, որ տամ քեզ։ Եթե հեռացնես քո միջից լուծը, մատնելը, չարախոսությունը, գիտեք, որ սրանք բլոկադաներ են, հա, սրանք արգելափակում են երկինքը մեզ համար, այս մեղքերը։ Դու կարող ես աղոթել մի ժամ, 2 ժամ, օտար լեզուներով հայերեն եւ ինչ որ գիտես անես ու չարախոս լինես, ոչ մի պատասխան, երկինքը փակ է մնալու քո համար։ Եվ կերակրես սովածին ախորժանքդ,
եւ կարոտի հոգին կշտացնես եւ այն ժամանակ քո լույսը կծագի խավարում պատկերացնում ես ամբողջ քո տան մեջ խավար է երեխաներդ ահավոր վիճակի մեջ են ամուսինը չի ապաշխարում կինդ չգիտեմ փնթի է հազար ու մի բաներ կա խնդիրներ այսօր Տերն ասում է միանգամից խավարիդ մեջ լույս կծագի քո տանդ մեջ այն խավարը որ sense ծանրացել է լույս կծագի քո ճիշտ սոմապահությունով եւ խավարդ կլինի կեսօրվա պես այն ծանրությունը որ դու զգում ես քո տան վրա քո ծառայությունների ժամանակ ամենտեղ կդառնա լույս տեսել եք արևի շողերը հա ամառը կամ գարունը այդ արևի ներկայությունը շոյում է մարդուն եւ դեպրեսիվները հենց վերականգնվում են արևի հենց շողերից Աստված ասում է հենց այդպես կգա քո տան վրա եւ Տերը քեզ պիտի առաջնորդի կշտացնի քո անձը երաշտներում, այսինքն կլինեն սովեր, վատ իրավիճակներ ամբողջ քո շուրջը, բայց դու կշտացած կլինես եւ ոսկորներդ կզորանան։ Գիտես, երբ որ դեպրեսիայի ատակարությունը մեր ոսկորներն անգամ ցավում են, տնքում են իրավիճակներում, նեղությունների մեջ, այստեղ Տերն ասում է, ես կվերցնեմ քո ոսկորի ցավերը Եվ ջրարփի պարտեզի պես կլինես, և ջրի ակնի պես, որի ջուրը չի պակասի, և սա իմ սիրած համարներից մեկն է, և քո նոնք պիտի շինեն մշտակա ավերակները, և դու կկանգնեցնես դարերից ի վեր ավերակ հիմները, և քեզ կկոչեն խրամակարգատ, և շեն ճանապարհներ վերանորոգող քո նոնք դա քո երեխաներն են դա կլինեն հոգևոր կամ կլինեն հենց քո երեխաները որոնք որ կսկսեն շինել ավերակներ հինավուրց հա վաղուց ավերակներ գիտեք ինչի մասին է խոսքը գենետիկ անեծքների մասին է գենետիկորեն եկած հիվանդություններ, անեծքներ, որոնք շարունակաբար հետևում են։ Քոնոնք դու կկանգնեցնես այդ անեծքները եւ այլևս շարունակություն չի ունենա։ Եվ չեմ ուզում էլ շարունակեմ, մնացածն շատ լավն է, կարդացեք Եսայի, երբ որ ծոմ եք պահում Կարդացեք Եսայի 58-րդ գլուխը նոր ծոմի մեջ մտեք։ Ինչ պարգև ուզում ես ունեցի։ Կամ, չգիտեմ, օծություններ, պարգևներ։ Եթե դա առանց սիրո է, դա ոչինչ է։ Դու եթե լավ քարոզում ես, լավ փառաբանում ես, Աստված ասում է, ետիս գնացեք ինձանից, ով անօրենություններ գործողներ, ես ձեզ չեմ ճանաչում։ Ում? Նրանց, ովքեր դևեր են հանում, նրանց, ովքեր բժշկություններ են անում։ Սա բարձր մակարդակ, ռանգ է հոգևորում։ Այսօր բոլորը չէ, որ կարողանում են դևեր հանել։ Բոլորը չէ, որ աղոթում են եւ հիվանդները բուժվում են։ Հենց նման չափ ունեցողների մասին է խոսքը Կորինթացիների 13-րդ գլուխը, որ կանեք այս բաները, բայց ոչինչ եք, որովհետև սեր չկա, եւ որտեղ որ սեր չկա, դա անօրենություն է համարում Տերը, դա անձապաշտություն է, ուշադրությունը իմ վրա բևեռելը եւ դա կռապաշտություն է։ Այսօրվա խոսքը այսքան էր, ես ուզում եմ մի կարճ աղոթքով փակեմ այսօրվա խոսքը։ Հայր երկնային շնորհակալ եմ քո խոսքի համար։ Տեր, ինչպես Տեր Հիսուսը առակ պատմեց մեզ, որ սերմերը ցանվեցին պարարտ հողի մեջ։ Եվ ես հուսով եմ, որ այստեղ պարարտ հող ունեցողներ կան։
եւ այս սերմերը պատուղ կտան 30, 60 եւ 100 ապատիկ Տեր։ Եվ այն քարքարոտ տեղերը, փշոտ տեղերը, Տեր նույնպես լցրու քո կենարարար հողը, փոխիր բնույթները Տերես խոսքիդ համաձայն եւ նույնպես պտղաբեր թող լինեն, թող 10% լինեն, բայց թող լինեն, թող դառնան 30%, Տեր, օրհնում եմ այստեղ լինող իմ քույր եղբայրներին եւ բոլորին, ովքեր կլսեն այս խոսքը, թող փառավորվես Տեր, թող լինենք ոչ թե պարգևառատ, այլ բարի, թող լինենք քեզ գտնողներ բանտում սոված հագուստի կարիք ունեցող եւ հոգ տանենք Տեր մեր դիմացիներին, օգտագործենք էմոցիաները մեր եւ լինենք քո դեսպանները երկրի վրա, ինչպես Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ մենք այս աշխարհում ենք, բայց այս աշխարհից չենք, մենք քո ներկայացուցիչներն ենք, հետեւաբար Տեր, թող որ հարիր ձևով ներկայացնենք քեզ երկրի վրա, թող փառավորվես Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, Ալելույա, ամեն, ամեն։